Սիրելիներս, այսօր կամփոփեմ մեծագույն մտածողի անկեղծ և ճշմարտախոս Պարուր Սևակի ստեղծագործական գործունեությունը։ Ճշմարտության, լույսի ու բարության բանաստեղծ էր Պարուր Սևակը, որի կարգախոսներից մեկն էլ սա էր. աշխարհին այո, մաքրություն է պետք։ Ազնվությունն ավելին է, քան չստելը, այն ճշմարտությունն ասելն է, ճշմարտությամբ ապրելը և ճշմարտությունը սիրելը։ Ազնվությունը բարոյական հատկություն է, մտածելակերպ, որը բնածին ժառանգական չէ, այլ ձեռքբերովի, բարոյական որակ է, որը դաստիարակության արդյունք է։ Համալսարանական կյանքի հենց առաջին ամսում Սևակն անմիջապես հասկանում է, որ ոչինչ չգիտի, մինչ այդ նա համոզված էր, որ անկասկած դառնալու է էն գիքորը գրողի պես մարդ, այսինքն գրող կամ բանաստեղծ։ Նաև չուշացա հասկանալ, որ անգրագետ եմ։ Այն ժամանակ դեռ ականջիս չէր հասել Մաքսիմ Գորկու ահռելի ճիչը. «Ինչ երջանկություն է գրագետ լինելը», բայց ինձ այդ ճիչը չհամակեց միայն, այլև սարսափի մատնեց, երբ ոչ թե իմացա իլրո, այլ զգացի սեփական ուղն ու ծուծովս, որ եթե գրագետ լինելը դժվար է ընդհանրապես, ապա քառակի դժվար է գրագետ լինելը հայերենից, որովհետև հայոց լեզուն լավ իմանալ նշանակում է տիրապետել 4 գրական լեզվի՝ գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն։ Իսկ եթե սրան էլ ավելացնենք, որ հայերենն ունի նաև 60 բարբառ, որոնցից շատերն իրարից ավելի են հեռու, քան ռուսերենը ուկրաիներենից, և որ իմ մայրենի բարբառը գրական հայերենին մոտիկ է նույնքան, որքան չեխերենը ռուսերենին, ապա կուրվագծվեն հայերենը տիրապետելու դժվարության մոտավոր սահմանները։ Բայց իմ ահավոր հիասթափությունը չէր վերջանում միայն այսքանով, այս երկկողմանիությամբ։ Իմ հիասթափությունը խորանարդվեց ստանալով նաև երրորդ նիստ։ Հասկացա, որ ես բանաստեղծ չեմ։ Դա ինձ հասկացրեց ամենից և ամենքից առաջ Եղիշե Չարենցը։ Չարենցի օգնությամբ հասկանալով, որ բանաստեղծ չէ, որոշում է նվիրվել գրականագիտությանն ու բանասիրությանը։ Կուզեի լավ գիտնական լինել, գրում է Սևակը, բայց խանգարում են երկու հանգամանք՝ բանաստեղծ լինելը և եվրոպական արևելյան լեզուների իմացության պակասը։ Այնուամենայնիվ, ոչինչ չխանգարեց Սևակին գրելու իր ծանրակշիռ բանասիրական հետազոտությունները։ Լավ է լինել լավ ընթերցող, քան վատ գրող, ու ես երդվեցի այլևս ոտանավոր չգրել, և ինձ տվեցի ուսման և առաջին հերթին հին հայերենի իմացությանը։ Աներկյուղ, աննահանջ բնավորություն ուներ Պարուր Սևակը, բայց սարսափում էր լուն ուղ դարձնողից, բամբասողից, երեխայի պես վախենում էր եզան տակ հորթ որոնողից, բանսարկու մատնիչից։ Լրտեսից վախենում էր, ինչպես սատանայից, և երեխայի պես զարմանում էր. «Այ տղա, էդպես մարդիկ ո՞նց են լինում»։ Դժվար բան է սուտ ասելը, բայց սուտ ասելն ավելի է հեշտ ու դյուրին, քան թե անվերջ սուտ լսելը։ Մոսկովյան կյանքի առաջին տարիները լցված էին նույն հոգեկան ճգնաժամով։ 7 ինստիտուտ ու համալսարան չեն կարող տալ այն, ինչ տալիս է ուսուցիչներից մեծագույնը՝ տառապանքը։ Հիմա ես գիտեմ, որ մեծ ու անծանոթ քաղաքի փողոցներում սառնամանիքի ու բքի մեջ շրջելիս ոչ թե ես էի փնտրում իմ կորուստը, այլ իմ փախստական էությունն էր փնտրում ինձ, և մենք վերջիվերջո հանդիպեցինք 4 մետրանոց մի սենյակում, որտեղ սեղան դնելու տեղ էլ չկար։ Հանդիպեցինք և որոշեցինք վերջ տալ մեր խռովությանը մեկ վճռական պայմանով՝ գրել այնպես, կարծես աշխարհում ոչ Գուտենբերգ է եղել, ոչ էլ ընթերցող կա։ Պարուր Սևակը իր թեկնածուական դիսերտացիայի նյութն ընտրել է Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, և աշխատանքը սկսվեց այնպիսի ծավալով ու խորությամբ, որի պատասխան իմ հայցի, Գրական ինստիտուտի գիտական խորհուրդը որոշեց այդ աշխատության դիմաց ինձ տալ բանասիրական գիտությունների դոկտորի կոչում։ Եվ իսկապես էլ, շարունակում է Սևակը, եվրոպական գրականության մեջ դժվար թե հնարավոր լինի ցույց տալ այնպիսի մի բանաստեղծի,
որը միաժամանակ ստեղծագործած լինի 3 լեզուներով և ստեղծագործած այնպես, որ համարվի այդ ժողովուրդների մեծ բանաստեղծ։ Միաժամանակ չմոռանանք, որ այդ անձը սքանչելի կոմպոզիտոր էր, երգիչ և երաժիշտ, որը ոչ միայն գրում էր, այլ իր գրածը եղանակավորում, երգում ու նվագակցում։ Սայաթ Նովան ունեցել է ողբերգական կյանք։ Այդ ողբերգությունը խորանում է նաև նրանով, որ մենք այդ արտակարգ մարդու կյանքի մասին ունենք շատ քիչ տեղեկություններ։ Մինչև հիմա էլ հայտնի չէ նույնիսկ այնպիսի մի հասարակ բան, թե երբ է ծնվել նա։ Գուցե 1722 թվին։ Աշուղները իբրև օրենք գրել են թուրքերեն լեզվով։ Մեզ հայտնի են 400-ից ավել հայ աշուղների անուններ, որոնք բոլորն էլ ըստ ընդունված անգիր օրենքի գրել են թուրքերեն։ Իբրև այդպիսին, նա մեր դարավոր գրականության հազվադեպ նորարարներից մեկն է։ Իր և իր ժամանակակիցների վկայությամբ, նրանից առաջ ոչ ոք չի գրել նաև վրացերեն։ Նա առաջինն էր, որ Վրաստանում հիմք դրեց աշուղության և ստեղծեց մի ամբողջ դպրոց։ Բայց Սայաթ Նովայի նորարարությունը սրանով չի վերջանում։ Անհրաժեշտ է ասել, որ աշուղները, իբրև ժողովրդական երգիչներ, ավելի շատ քարոզիչ են, քան արվեստագետ, ավելի շատ դաստիարակ, քան բանաստեղծ։ Նրանք ոչ այնքան խոսում էին իրենց անձնականի մասին, որքան կատարում էին իրենց ունկնդիրների պահանջը։ Եռակի մեծություն է Պարուհի Սևակը։ Բանաստեղծ լինելով, միաժամանակ գիտական լուրջ արժեքներ է ստեղծել և սերունդներին է թողել նաև ռուս և եվրոպական հեղինակների երկերի բարձրորակ թարգմանություններ։ Գրավոր երկերի հետ հայտնի են նաև Պարուհի Սևակի բազմաթիվ բանավոր ելույթներ, որոնք տարբեր տարիներին հնչել են հեռուստառադիոեթերներից։ Մի քանիսը հրապարակվել են, բայց մեծ թվով ձայնագրություններ և հարցազրույցներ այդպես էլ մնում են անհայտ կամ մոռացված։ Պարուհի Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Նրա սցենարներով նկարահանվել են Մեսրոպ Մաշտոց, Սայաթ Նովա ֆիլմերը։ Մենք, բանաստեղծներս, որ հավերժական ուխտավորներ ենք սիրո և բարության, պիտի անենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի տարին իր 12 ամիսներով դառնա խաղաղության։ Կա՞ ավելի վսեմ ծառայություն, քան ասածս։ Չեմ կարող չավելացնել նաև, որ ինձ համար իբրև մի ժողովրդի զավակի, որ թերևս ամենից շատ վտանգված ժողովուրդն է եղել դարերով, խաղաղությունը բառ չէ, այլ գոյության պայման։ Մեկ բանաստեղծություն կարդամ Պարուհի Սևակից։ Բավական է, հանեցեք ձեր դիմակները, որ գեթ մի քիչ դյունին շնչել կարողանաք։ Ինքներդ ասեք, բավական չէ դուք ձեզանից ձեզ գողանաք և տեղն ուրիշ մեկին դնեք ձեր փոխանակ։ Բայց չափազանց ճշտապահ է Արեգակը, երբ որոշյալ ժամը հասնի կլուսանա։ Ձեր արթնացումն այն ժամ արդեն կնմանվի մի պայթյունի ձեզ եմ ասում, որից հետո լռությունն ու փոշին պիտի գոտեմարտեն չգոյության գահի համար։ Դուք առայժմ դեռ լսում եք, ուստի նաև ինձ լսեցեք։ Ու հանեցեք դիմակներդ, արդեն խաղը վերջացած է։ Իսկ եթե դեռ պիտի խաղաք, խաղացեք, խնդրեմ, ինչքան սրտներդ ուզի, խաղացեք ինքներդ ձեզ և իրար հետ, բայց առանց ինձ։ Ես այլևս չեմ մասնակցում ոչ թե խաղին, այլ մինչև իսկ և մատաղին, թե մորթվողը մարդկայնություն մարդկություն է։ Ու ես արդեն ոչ բողոքում, ոչ ողոքում, ոչ էլ կոկորդս եմ կեղեքում։ Ինչի համար, կամ ում։ Հիմա ես ջանում եմ լոկ չլինել ամբողջովին դառնալ դիմակ։ Սիլվա Կապուտիկյանն ասել է. «Ինչպես չհավատալ, որ մարդ ծնվում է Աստծո կամքով, աստվածատուր շնորհներն իր մեջ ամբարած»։